Ժողովուրդ բարի լույս, այսօր նոյեմբերի 3-ն ենք եւ ունենք ինչպես շաբաթական, այնպես էլ ամսական փակված մոմեր եւ հետաքրքիր նույնպես պատկեր ունենք տեղը տեղին հակասող նորություններ, որը որ ի վերջո պետքա հասկանանք որնա ճիշտը, որնա սխալը։ Ինչ նկատի ունեմ։ Նկատի ունեմ, որ տեխնիկական տեսանկյունից շուկան ցույց է տալիս, որ ահագին կարա իջնի ներքև, բայց ֆունդամենտալ տեսանկյունից շուկան պետքա բարձրանա վերև ու այստեղ այն որ հիմա վերև թե ներքև։ Դրա համար այսօր կարծում եմ ճիշտ կլինի, որ մի փոքր երկար շփվենք իրար հետ, փորձենք հասկանանք շուկայի տրամաբանությունը ու ինչ կարելի է ակնկալել այս ամենից։ Առաջին հերթին եկեք ցույց տամ ձեզ մի հատ նկար, որը որ սա է։ Okay? Սա այն նկարն է, որտեղ որ trend line ունենք ակնհայտ ու ունենք pattern, այսինքն ձևաչափ, որը որ տեղի է ունեցել անցյալում, սա հետևյալն է, որ 2008 թվականից trend ենք քաշել ու ամեն երկրորդ պիկի ժամանակ Bitcoin-ը հիմնականում ընկել է։ Հա, այսինքն այստեղ մի պիկ է տեղի ունեցել, այստեղ ուրեմն ունենք trend line-ներ դեպի ներքև նույնպես ու այստեղ նույնպես pattern-ը որ այստեղ տեղի է ունեցել, այստեղ տեղի է ունենում ու բավականին լուրջ դիվերգենցիայով RSI-ի, որը որ ըստ տրամաբանության հուշում է, որ 30,000 միջև կարա իջնի։ Արդյոք այդպես է։ Արդյոք այս վտանգը կա, միշտ էլ կա, բայց նաև կարելի է դիտարկել լիքը այլ կոնցեպտներ ու հարցեր, որը որ այս երկու տարվա ընթացքում տեղի է ունեցել, առաջինը, որ ինստիտուցիոնալ որդեգրում է տեղի ունեցել Bitcoin-ի, շատ մեծ հսկայական կազմակերպություններ, բանկեր եւ այլն արդեն սկսել են Bitcoin-ից օգտվել, հետեւաբար այս ժամանակահատվածում չկար։ Դա իհարկե Թրամփի շնորհքն է, չենք կարող դա ասել, չէ, այտենց բան չկա, ինքն իրան է տեղի ունեցել։ Հետեւաբար այն ինստիտուցիոնալ փողը, որ արդեն իսկ մտել է Bitcoin, կրիպտո շուկա չի կարելի անտեսել։ Միևնույն ժամանակ ես կուզենայի ձեզ Plumby-ի մասին մի փոքր ներկայացնել։ Plumby-ն այն user-ն է, որը որ 2 քանի միլիոն follower ունի ու ես շատ վաղուց իրեն հետևում եմ ու ինքը մի հատ շատ հետաքրքիր կոնցեպտ ունի, որը որ հետևյալն է, հատուկ ալգորիթմ է մշակել տարիներ առաջ, որտեղ որ Bitcoin-ը RSI-ի շնորհիվ կարողանում է ինքը գիտակցի ու հասկանա մոտավորապես գինը միջև որտեղ կարա հասնի ու հասելա թե չի հասել։ Հիմա տեսեք 2012 թվականից ի վեր ունենք կարմիր գույն, ունենք կանաչ գույն, ունենք կապույտ գույն այստեղ 45-ից 85։ Երբ որ 85-ը նշանակում է, որ գինը այնքան է բարձրացել, որ արդեն պետքա սկսի իջնել, ու երբ որ կապույտ է, գինը այնքան է իջել, որ պետքա սկսի բարձրանալ։ Օրինակ մինչև 15 թվականը, 12-ից 14 թվականը բարձրացել էր պիկ 12-ից 14 թվականը բարձրացել էր պիկ $260, որից հետո ընկել էր 47-55 Bitcoin-ը 14 թվականին այստեղ այս պիկը, այս երկրորդ պիկը, որ տեղի ունեցել, արդեն տեղի ունեցել $100-1200, որից հետո ընկել է $168 այս կապույտ, այսինքն հələ տեսեք $1000-ից 160 քանի 90% անկում ենք տեղ ունեցել, որից հետո բարձրացել է նորից վերև 17-18 թվականին արդեն հասնելով $20,000-ի 19 քանի 20,000, որից հետո 20,000-ից ընկել է 19 թվականին այստեղ այս պիկը $3,000 սահմաններում, որից հետո այս երբ որ այս տատանում եղավ ու բարձրացավ այստեղ, բարձրացավ արդեն բոլորիս համար պարզ, որ 67,000 այս պիկը որ տեղի ունեցավ, որից հետո ընկավ այստեղ կապույտը, հա, կապույտն էլ ընկավ մոտավորապես $15,000 սահմաններում։ Ու տեսնում եք, որ սա միշտ տեղի է ունենում, վերև ներքևը միշտ տեղի է ունենում ու սա կարևոր է այնքանով, որ մենք այս պահին այստեղ ենք գտնվում, այս հատվածում ենք գտնվում, որ դեռևս կարմիրը չի տեղի ունեցել, որտեղ միշտ կարմիրը տեղի է ունենում, նոր կապույտ է տեղի ունենում։ Լավ, սա եկեք փաստենք։ Հիմա
Այստեղ մենք այս կետիկներով բանը որ կա, ինքը halving-ն է։ Okay, halving-ի հետ մեկտեղ ինքը նաև գին է սահմանում, թե միջև որտեղ կարա առնվազն հասնի, ու ամեն անգամ, երբ որ halving-ը տեղի է ունենում, տեսնում եք այս բանը, կետիկներն է գինն է։ Ինքը բարձրանում է, ջարդում է այս գիծը։ Երկրորդ halving-ը բարձրացավ 18 թվականին, բարձրացավ, ջարդեց։ 22 թվականին բարձրացավ, որ ասեմ տենց ջարդեց, փշրեց, չէ, բայց հասավ տեղ։ Հիմա մենք գտնվում ենք արդեն 25 թվականին, որ դեռևս այստեղ այս տարածքում տատանվում ենք։ Գինը այստեղ $250,000 սահմաններում է։ Արդյոք մենք հասել ենք տեղ, ոչ։ Մենք գտնվում ենք $100,000, $107,000 սահմաններում, որտեղ որ կարա տատանում վերև ներքև լինի, բայց ի վերջո պատկերը բավականին դեռևս դրական է, բարձրացող է։ Այսինքն այն որ այս գրաֆիկան տեսնում ենք միգուցե եւ վախենալու է, ես համաձայն եմ, ինձ նույնպես մի փոքր անհանգստացրեց, բայց միևնույն ժամանակ հասկանում ես, որ այս ժամանակահատվածը ու այս ժամանակահատվածը լրիվ տարբեր ժամանակահատվածներն են։ Ես հուսով եմ, որ Bitcoin-ի վերջը կբարձրանա։ Հիմա եկեք total market-ը նայենք, total train, որտեղ որ շուկանա առանց Bitcoin-ի, առանց Ethereum-ի, առանց stable coin-երի։ Ինչքան մենք market cap ունենք ու ինչ կարանք ակնկալենք։ Առաջի բանը, որ պետք է նայենք, այնա որ sense կարմիր մոմ ունենք, բայց այս կարմիր մոմը նաև այս հատվածում, այսքան զոնայում, այս դե Trump-ը որ իջացրեց, դա է, բայց այս ամբողջական զոնան այն զոնան է, որ դեռևս մենք տեղ ունենք։ Շուկայական ստրուկտուրայի տեսանկյունից բարձրացել, իջել, բարձրացել է, դեռևս բան չունենք այստեղ, որ ասենք շարունակել է բարձրանալ, հետևաբար մեր զոնան, որ միջև ուր կարա հասնի, հեսա 600 է, միջև 310-ը քանիս էլ եթե հասնի 50% անկում էլ ունենա, դեռևս բարձրացող տրենդի մեջ ենք մենք լինելու, որը որ շատ կարևոր է նախ առաջ ինձ համար։ Հիմա այստեղ նույնպես երբ որ տրենդ ենք քաշում, տեսնում ենք, որ այս տրենդը համընկնում է այս դիմանդ, շատ զզվելի դիման զոնա է, բայց երբ որ մի փոքր նեղացնում ենք time frame-ները, հասկանում ենք, որ մի քիչ արդեն պատկերը այդքան էլ վատը չի։ Շուկայի ստրուկտուրայի տեսանկյունից այստեղ ունենք ինչ, շարունակություն դեպի վերև break of structure բան, պետքա վերև բարձրանա, այսինքն ունենք սա, իջելա ներքև, հիմա մենք այստեղից այստեղ չէ իրականում այսքան հատվածը։ Սա internal պայքար է։ Ու այստեղ նույնպես մենք ունենք այս order block-ը ջարդել է, բայց մեծ հաշվով այս մյուսը, այստեղինը դեռևս պահպանվում է։ Այսինքն մենք կարանք տեսնենք շուկան ընկնող անկում, այո, կարճաժամկետ կարանք դիտարկենք, բայց երկարաժամկետ ի վերջո մենք լավ բան ունենք, էլի, բարձիկ ունենք, որ կարա ընդհանուր գինը բարձրանա։ Ինչի եմ սա ձեզ ցույց տալիս, որովհետև այն որ ասում են всё, շուկան մեռավ, էս արեց, այնպես հիշենք, որ $100,000 սահմաններում ենք, էլի, Bitcoin-ը նենց չի, որ մեռել է։ Ուրիշ բան $50,000 լիներ, ասի հա մի քիչ անհանգստացնող է խնդիրը։ Հիմա Bitcoin-ի տեսանկյունից, Bitcoin-ը ինչ ունենք, Bitcoin-ը հաստատի ունենք ամսական, այսինքն ինչ որ ապուշ, որտեղ ուրիշ ավելի հստակ բառ չեմ կարողանում գտնել։ Մոմ, որը որ վերև ներքև է իջել, ասենց մոմ, չկողնորոշված մոմ է, լավ, այսինքն քանի որ ասենց չկողնորոշված մոմ է, մենք ասում ենք լավ, հիմա դե ինչ ասես, ոչ իրականում էլի, ոչ վերև է հստակ, ոչ ներքև է իհարկե, բայց մի ձևի չես հասկանում ինչ է ուզում ասի, համենայն դեպս ես չեմ հասկանում։ Այստեղ արդեն մենք ունենք որոշակի հետաքրքիր բան է զոնան, այս 107-ից 97 սահմաններում, մեծ զոնա է շաբաթական, որտեղ որ տեսնում եք եկել է պահել է, իջել է ներքև, այսինքն դիմադրություն, իջել է 75, որից հետո բարձրացել է ու աջակցությունը ավելի շատ ցուցաբերում, քան հիմա դիմադրություն, ու այստեղ երբ որ մենք այս զոնան մի պահ մի կողմ ենք դնում, տեսնում ենք, որ այստեղ դեռ բնականաբար order block ունենք դեպի վերև, որը որ դեռևս պահում է, order block-ի մեջ ենք շաբաթական, օրականն էլ կարելի է sense դիտարկել, որ այստեղ
այստեղ ներքևը մենք բավականին գեղեցիկ order block ունենք 103-104,000 սահմաններում, հենց որ գինը կարա հասնի այստեղ շատ հավանական է, որովհետև ունենք ամսական, շաբաթական մոմեր, որ դեպի ներքև են հուշում ու դե բնականաբար կարճաժամկետ ես նույնպես Bitcoin-ին դիտարկում եմ դեպի ներքև, բայց եթե դուք երկարաժամկետ ուզում եք ինվեստիցիա անեք Bitcoin-ին, այն ինչը որ նախորդում ասեցի, իմ համար առնվազն բավականին հիմնավոր է, որ դեռևս մենք չենք տեսել պիկը։ Ու պիկը ոչ թե 150,000 ակնկալվում, այլ մոտավորապես 250-300,000 դոլարի սահմաններում է։ Ու այդ ժամանակը, երբ որ մարդիկ սկսելու են ուղղակի գժավարի առնել, երբ որ հասնի 250-300,000, ու այդ ժամանակը, երբ որ ովքեր որ էժան առել են Bitcoin, թանկ ծախելու են այդ մարդկանց վրա, ովքեր որ գժավարի ուզում են առնել։ Գլոբալ գաղափարը սա էր։ Նկատի ունենանք, որ այս շաբաթ իմ կարծիքով մենք ներքև շուկա ենք ունենալու, ներքև իջնող այս շաբաթ, որովհետև սենց որ նայում եմ այս մոմը։ Ինքը հուշում է, որ այո, ես մի քիչ իջացնելու եմ ներքև ու դեռևս ոչինչ չկա էլի, որ ասես չէ պահելու է եւ այլն, որովհետև այս ամբողջ այս հատվածը, այս զոնաները արդեն իսկ սպառվել է, էլի տեսնում եք նույնիսկ այստեղ արդեն եկել կերել է այս order block-երը եւ այլն, հետեւաբար այստեղ էլ բան չկա պահող, հենց որ անցյալ շաբաթ մեզ շուկան ասեց, որ դե ես մի քիչ իջնեմ ներքև, հետո կբարձրանամ։ Հենց որ ուշադիր եղեք, հուսով եմ հետաքրքիր է այս ամեն ինչը, որովհետև բավականին երկար ժամանակ է ինձանից պահանջվել, որպեսզի այս ամբողջական պատկերը ձեզ ցույց տամ։ Հա, չմոռանամ եւս մի բան էլ ասել, որ այստեղ լիկվիդացիոն զոնան, երբ որ ամսականով դիտարկում ենք, 101,000 պլյուս մինուս 2 միլիարդի լիկվիդացիոն զոնա ունենք։ Այստեղ կոնկրետ 106-105-ի սահմաններում ագին կուտակումներ ունենք մոտավորապես 1 միլիարդի չափով, բայց երբ որ մենք դիտարկում ենք, արդեն չգիտեմ, խոսքի միջև $120,000, 3 միլիարդ արդեն կա դեպի վերև։ Այստեղ 2 միլիարդ ու մի քիչ է, ու երբ որ արդեն вообще վերև ենք նայում այս ամենապիկը, ունենք 5-6 միլիարդ, որ հսկայական տարբերություն կա, այլ այսինքն քանի որ գինը միշտ դեպի լիկվիդացիա է գնում, մենք սա նույնպես պետք է դիտարկենք։ Այո, ստեղ ունենք բավականին ուժեղ լիկվիդացիոն զոնա, կարճաժամկետ 105,000 միջև, այսինքն այս հատվածներում մոտավորապես այստեղից թե ինչ կանի կապրենք կտեսնենք։ Համենայն դեպս այսքանն էր, մի քիչ ծավալուն էր, որտեվ ամսվա սկիզբ ենք, ուշադիր եղեք, ստոպ լոսեր օգտագործեք ու ֆեյք հայկերից հեռու մնացեք։ Okay, կհանդիպենք հաջորդին։ Ձեզ լավ օր։